Եվ այսպես շատ ուժեղ մոմ փակեցինք դեպի վերև Bitcoin-ով, կարծում եմ, որ պետքա շարունակություն ունենանք արդեն all time high, եկեք բացատրեմ ինչու, տեսեք, ինչ ունենք, նախորդ շաբաթ ունենք միած սենց սիրուն մոմ, որը որ արդեն իսկ հուշում էր, որ պետքա շարունակություն լինի պատերազմի ֆոնին, որը որ պարզապես զուտ կանգ առավ ու այդ էուֆորիայից ելնելով, սենց մի անգամից հաջորդ շաբաթ մենք ստացանք այսպիսի միած սիրուն մոմ։ Ինչ է այս մոմը մեզ ասում, տեսեք, նախորդ շաբաթ սենց կարմիր էր, հիմա այս կանաչով երբ որ փակել է ավելի վերև ու մարմնով, քան նախորդ այս 3 շաբաթները, հետևաբար սա ցույց է տալիս, որ ինչքան հստակ է, ինչքան ուժեղ է Bitcoin-ի ուրեմն արժեքը, հա, որովհետև հոլդերները ոչ մի ձև չեն ծախում, ինչքան հնարավոր է հա առնում են, ինչքան իջնում է հա առնում են, հետևաբար ինքը շարունակելու է բարձրանալ վերև, իմ կարծիքով, ու երբ որ մենք օրականը նայում ենք, նույնպես կարող ենք տեսնել հետևյալը, որ նույնիսկ սենց եթե մի հատ trend line գծենք, այստեղ ունենք ջարդ, որից չշարունակեց իջնել ներքև, հետևաբար ինքը պահեց նույնիսկ այսենց բարձրացավ ու սիրուն 3 մի հատ կանաչ մոմը փակեց նախորդ նույնիսկ պոչիկների վերևը, հուշելով, որ ինքը շարունակելու է վերև։ Մի անգամից բարձրանալու է, իհարկե ոչ, պարտադիր ինքը պետք է իջնի, մի հատ տեստավորի մակարդակներ, մի հատ stop hunting անի, մի հատ շուկան մաքրի, որից հետո նոր շարունակելու է վերև։ Հետևաբար այս շաբաթ ես սպասում եմ համենայն դեպս, որ Bitcoin-ը բարձրանալու է, իր հետ էլ կրիպտո շուկան բարձրացնելու է։ Եկեք հասկանանք ինչ մակարդակներ ունենք։ Ուրեմն, առաջին իսկ մակարդակը, որ ունենք այս պահին, սա է, որը որ այդքան էլ վստահ չեմ, որ կարա աշխատի, որովհետև, ինչպես ասացի, պետքա մի հատ մաքրի շուկան, բայց առաջի մակարդակը սա է, որ կարա կպնի բարձրանա, հետո միգուցե իջնի, ավելի ներքևների մակարդակները տեստավորի նոր շարունակի վերև։ Այստեղ ենք հաստատ 99-100,000 շատ խիստ կասկածում եմ, որ երբևէ կիջնի, բայց այս ժամանոց գրաֆիկան բավականին լավն է երևում, եթե սա ջարդեց, պարզապես ուզում է stop hunting-ները, այստեղ stop-երն են, լավ, հետևաբար ինքը իջնելու է մի քիչ ներքև, նույնիսկ այստեղ էլ դեռ մեկ պայքար ա եղել, որից հետո բարձրացել է, այստեղ նույնպես stop-եր կան։ Հետևաբար ու տրամաբանորեն մենք ունենք այստեղ եւս մակարդակ, այստեղ, որտեղ որ կգա սաղին կմաքրի, կգա այս փոքր մակարդակը, իրանքը եսիմ ինչ չի, բայց համենայն դեպս իրան կարծում եմ բավական չափ լավ է, որ այսի չնայած կարող ենք մի քիչ սենց անել, որ ավելի պարզ լինի, որ գա այստեղից նոր շարունակի վերև բարձրանալ, մի հատ stop hunting տեսնում եք, այստեղ արել, բարձրացել է գիշերը, մաքրել է, հիմա իջնում է։ Թե սա կպահի թե չէ, պետքա պահը մոտիկանա, եթե հանգիստ իջնի եւ այլն, կարծում եմ պետքա որ պահի, որպեսզի շարունակի վերև առավել եւս հաշվի առնելով, որ օրական, ուրեմն գրաֆիկան, շաբաթական գրաֆիկան իդեալական ցույց են տալիս դեպի վերև։ Սա ինչ վերաբերվում է Bitcoin-ին։ Հիմա եկեք դիտարկենք Ethereum-ը, հասկանանք Ethereum-ը ինչա սպասվում Ethereum-ի հետ կապված։ Տեսեք, նախորդ շաբաթ sense կարմիր մոմ ունեինք, լավ ուժեղ մոմ էր, նույնիսկ Bitcoin-ից հզոր մոմ էր դեպի ներքև, 2 շաբաթ առաջվա մասն է խոսքը գնում, հիմա նախորդ շաբաթ մենք կանաչ մոմ փակեցինք դեպի վերև։ Ես հույս ունեի, որ Bitcoin-ի տարբերակով կփակի, որ գոնե այս մակարդակներում փակի, որ ինքը իր ուժգնությունը ցույց տա, բայց հաշվի առնելով, որ Bitcoin-ը արդեն իսկ դիրքավորվել է այնց, որ հեսա բարձրանալու նոր մակարդակներ նվաճելու, այսինքն 120 միգուցե եւ այլն, Ethereum-ին նույնպես բարձրացնելու է։ Թե ինչքան է բարձրացնելու չգիտեմ, բայց գիտեմ հետեւյալ մակարդակները, որ հաստատ կանգ առնելու ու դա $3200-ն է, դա շաբաթական մակարդակով ենք խոսում, իհարկե, այստեղ որ նայենք, նաեւ ունենք այստեղ $3000 մակարդակը, որը որ բավականին key resistance level է։ Եվ երրորդ մակարդակը, որ նույնպես շատ ուժեղ է ու կարծում եմ շատ մեծ ճնշում է լինելու դեպի ներքև ու բնականաբար ինքը շարունակելու է վերև բարձրանալ, եթե ոչինչ չփոխվի, բայց այս պայդրությամբ ես տեսնում եմ, որ էսի պետքա բարձրանա վերև,
նույն լոգիկայով տեսնում եք Bitcoin-ի պես ինքը բարձրացավ, այդտեղ մի հատ supply zone կա, եկել է կպել է, ընկել է ու շարունակել է ու փակել է բավականին հստակ մոմով դեպի վերև, այսինքն մարմնով, լավ, դա այդպես։ Ethereum-ը ինչա տեղի ունենալու, կարծում եմ պետքա որ շարունակի վերև բարձրանալ, որովհետև նախորդ օրերում լավ ցիկ ա եղել ու նահանջի բան չեմ տեսնում։ Իհարկե մենք ունենք այս մակարդակը, որ միջև չհաղթահարենք վերջնական, չեմ կարող ասել, որ գիտեք ինչ կա, այս ինքը 100% bullish trend է եւ այլն, uptrend է, չէ, բայց տեսեք, այս sense որ անում ենք մի հատ, ուրեմն արդեն իսկ trend line-ը հուշում եմ, որ ջարդել է ու շարունակելու է վերև։ Այս մակարդակը, երբ որ այն պահին, երբ որ ջարդեց 2600-2700 ու փակեց 4 ժամանոց, կարծում եմ դա եւս հուշելու է, որ մենք արդեն իսկ բարձրացող տրենդի վրա ենք ու Ethereum-ին դեռևս կանգնացնող բան չկա մինչև $3000-ը։ Այսպես, ուրեմն անցնենք Solana-ին։ Solana-ի հետ կապված ինչ ունենք, շաբաթական մոմ ունենք, որ բավականին հզոր է, նախորդ մոմից ավելի բարձր է փակել, մի չնչին, բայց ավելի բարձր է փակել, տրամաբանորեն սա նույնպես բարձրանալու է առնվազն 173, 151-ից, զուտ այստեղ խնդիրը այն է, թե որտեղից է ինքը ուրեմն իմպուլս ստանալու դեպի վերև, տեսեք, այստեղ մի հատ բավականին լավ զոնա ունենք, շատ սիրուն նկարված զոնա է 147.5-ի սահմաններում ու մենք նաև ունենք մի հատ զոնա այստեղ մեծ զոնա է բայց ինքը միանշանակ տեսնում եք կպել է այստեղ ու սկսել է ընկնել ինչ ենք ակնկալում այստեղից ուրեմն որ ինքը մոտարպես այս ռալին որ տեղի է ունեցել 70%-ը այս տարածքներում տեսեք հուշում է, որ եթե Bitcoin-ը չընկնի շատ ներքև, այս մակարդակը, նայեք, 1, 2, հա, անընդհատ ինչ կանի ճշտում է, պոչով բարձրանում ու վերև է փակում, այս նույնիսկ այս մակարդակից, այս ուժեղ մակարդակ է երևում, բայց շատ փոքր է ու չի բացառվում, որ պարզապես ջարդեն հասնեն այս մյուս մակարդակում եւ այս մակարդակից նոր շարունակեն դեպի վերև բարձրանալ։ Իհարկե, որպեսզի այս ամենը կարողանանք ավելի ստույգ հասկանալ, կարող ենք օգտագործել եւ վոլյումի ինդիկատորը, եւ RSI-ը, եւ նույնիսկ կարող ենք ակնհայտ երևում է, որ սա 60 քանի տոկոսն է Fibonacci 50-ի սահմաններում է, որը որ նույնպես կարա աշխատի ու մի խոսքով նույնպես սա տեսնում եմ բարձրացող օրեր կան, որ իրոք են, որ խառնաշփոթա չես հասկանում վերևա բարձրանալու իջնելու է ինչի համար է այս ամենը տեղի ունենում արդեն հստակ է մենակ մի հատ խնդիր ունենք որ դեռևս լուրերով անդադ որ նայում եմ լուրերում պատտվում է հետեւյալ խնդիրը որ դեռևս Իսրայելը չի հանգստացել ու անդադ պատրաստվում է էլի նորից պատերազմը վերսկսելու անկախ թե Թրամփը ինչ ասում, որովհետև իրանց ձեռնտու չի, որ նորից ինչ որ հանգստություն լինի, չգիտեմ պատճառները որն են, բայց եթե հանկարծ վերսկսի պատերազմը ու Թրամփը նորից ինչ որ ձևով անդրադառնա պատերազմի թեմաներին, շուկան նույնպես ընկնելու է, բայց կարծում եմ, որ դեռ չի հասունացել այնպես, որ գիտեք ինչ կա, ուրեմն վсё, հեսա էլի ընկնելու է Կարա ընկնի միգուցե, բայց հավանականությունը դեռևս քիչ է։ Ես հետևում եմ նորություններին ու եթե հանկարծ սրված իրավիճակ, լարված իրավիճակ լինի, ես անպայման կտեղեկացնեմ, որ դուք էլ նույնպես զգուշ լինեք, լավ։ Եկեք անցնենք նաև նորություններին, տեսնենք ինչա սպասվում մեզ այսօր ու այս շաբաթ։ Okay, ուրեմն այսօր մենք առանձնապես նորություններ չունենք, որը որ կարա մեր շուկային ազդի կրիպտոյի։ Վաղը մենք ունենք ավելի հետաքրքիր նորություններ, այսինքն ISM Manufacturing Job Bolt եւ ISM Manufacturing Pricing-ը փաստացի սպասվում է նույն բանը, այսինքն ոչ մի փոփոխություն ռեալ չի սպասվում։ Fed Chair-ը պետքա խոսա, իմիջիայլոց Թրամփը ամեն ինչ անում է, որպեսզի Fed Chair as Powell կոչվածին դուրս հանի գործից, այսինքն փոխարինի, որ ուրիշ մեկի հետ, որը որ ավելի շատ Թրամփին կլսի,
որը որ նույնպես կիչացնի տոկոսադրույքը 4.5%-ից վերաֆինանսավորման, եթե չեմ սխալվում, այդպես է կոչվում, 3.5, միգուցե 3.75, բայց համենայն դեպս պարտադիր իջացնի ու դա անելով Bitcoin-ի արժեքը նույնպես բարձրանալու է, դա հուլիսի 1-ն է, ուրեմն ADP Non-Farm Employment ունենք հաջորդ օրը, ամսի 2-ին, ամսի 3-ին նույնպես ունենք average եւ այլ non-farm employment change-ն է, որը որ այն պահին, որ հասունանա մոտիկանա պահը, մենք կդիտարկենք, կհասկանանք, թե ինչա ասում, ինչա սպասվում։ Ու ուրբաթ օրը ոչինչ չունենք, նույնիսկ հանգիստ է Holiday Bank, ուրբաթ օրը բավականին հանգիստ է լինելու։ Այսպես շատ լուրեր չունենք, որ շատ ինչ-որ sense գժական կարա տատանվի շուկան, բայց համենայն դեպս հետաքրքիր նորություններ ունենք, կսպասենք ու կդիտարկենք ըստ օրերի նորությունները։ Այսքանը, եթե կցանկանաք նաև անվճար դասընթացների մասնակցել, Hike Trading կայքը համեցեք ու կարող եք անվճար դիտել դասընթացներ, հուսով եմ օգտակար կլինի, ձեզ լավ օր, հաջողություն։